Բարև ձեզ, դուք դիտում եք հեռանկարը։ Սահմանադրական դատարանում շարունակվում է ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը, որը հետընտրական ամենաքննարկվող իրավաքաղաքական գործընթացներից մեկն է։ Դատավարության ընթացքում քննարկման առարկա են դարձել ոչ միայն ներկայացված դիմումներ, այլև դատարանի կազմի անաչառության վերաբերյալ բարձրացված հարցերը։ Միևնույն ժամանակ քաղաքական ուժերը տարբեր գնահատականներ են տալիս ինչպես ընտրական գործընթացին, այնպես էլ սահմանադրական դատարանի քննությանը։ Այս թեմաների շուրջ զրուցելու ենք Հանուն Հանրապետության կուսակցության ցուցակով առաջադրված падգամավորի տեխնացու Ազատ Արշակյանի հետ։ Պարոն Արշակյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Որն է ձեր նախնական գնահատականը սահմանադրական դատարանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, որովհետև հայտնի է, որ ըստ էության վճիռը հուլիսի 4-ին է պարզ դառնալու։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, սահմանադրական դատարանի մասին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին մեր մոտ արդեն 35 տարվա մեջ, երբ որ արդեն կային դրանք, իրենց հաստատման օրվանից սկսած կա հատուկ կարծիք, հնազանդության, այսինքն մենք այնպիսի սահմանադրական դատարան ունենք օրենքով, որ զրկված է քաղաքացիական դիրքորոշումից։ Տեսեք, դուք ասում եք, որ անաչառության խնդիր կա։ Չէ, սահմանադրական դատարանը պետք է աչառու լինի, շահագրգիռ պետք է լինի, սուբյեկտիվ պետք է լինի։ Այսինքն ժողովրդավարությունը եւ անկախությունը պաշտպանող մարմին է դա։ Դա անդիմության գնահատականներն է, դա ես չեմ ասում։ Ձեզ չեմ մեղադրում դրանում, իմ կարծիքն է դա։ Դուք ասում եք այնինչ որ կա հասարակության մեջ կա այդ վերաբերմունքը, սահմանադրական դատարանը պետք է լինի անաչառ, իհարկե անաչառ պետք է լինի կողմերի մեջ, եթե կողմեր կան, բայց ամենակարևորը սահմանադրական դատարանի համար սահմանադրությունը ապահովելն է, սահմանադրության գործունեությունը, կենսունակությունը, այդտեղ նա պետք է լինի խիստ սուբյեկտիվ, այդ պահապանը պետք է լինի։ Մեր մոտ այնպես են օրենքները գրված սահմանադրությունից սկսած, որ սահմանադրական դատարանը ձևական մարմին է, ձևական եւ ինչքան հնարավոր է ֆորմալ, ոնց թարգմանենք, էլի ձևական է հաստատվում։ Նույնը եւ հանրային խորհուրդ կոչվածը դրանք ավելորդ բաներ են, պետք է լիներ գերագույն դատարանը իսկականն էր, նրանք պետք է դատեին։ Հիմա այդ սահմանափակ իրավունքներով մարմինը ստացել է, իդեպ ուզում եմ վերադառնանք, քաղաքացիությունը եւ կուսակցականությունը մենք երբեմն շփոթում ենք, ասենք զինվորականը քաղաքականությունից դուրս է, ոչ, զինվորականը քաղաքականությունից դուրս չի կարող լինել, կուսակցականությունից է նա դուրս։ Ճիշտ այդպես էլ սահմանադրական դատարանի դատավորը կուսակցական չի կարող լինել, բայց քաղաքացի որպես քաղաքացիական դիրքորոշում պետք է ունենա։ Մենք հիմա պահանջում ենք մեր սահմանադրական դատարանից լինել ապաքաղաքական։ Ոչ միայն ապակուսակցական, այլ նաև ապաքաղաքական։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ բռնացրել են ոմանք սահմանադրական դատարանին բռնացրել են այդ թերիության մեջ։ Ասում են, դուք ծագումով որտեղից եք։ Պատկերացնում եք դատավորը, որ արդեն դարձել է սահմանադրական դատարանի դատավոր, պետք է ունենա կենսագրություն, առնվազն դասախոս պետք է լինի, ուսանող է եղել, չէ։ Ինչ որ տեղ աշխատել է, դատավոր է եղել, ինչ որ գործերի մեջ վճռներ է կայացրել եւ այլն։ Մարդին հիմա մենք պատին են դեն տվել, ասում են, ծագումով որտեղից ես։ Դու ինչ որ բանի մասնակցել ես, թե չէ։ Այսինքն դուք ձեզ լեգիտիմ են այդ հարցերը։ Կարծում եմ, որ այս սահմանադրության եւ այս կանոնադրության համաձայն դա հռետորաբանության համար, այլ փաստաբանի համար վեճ առաջացնող հանգամանք է, բայց ընդհանրապես այն երկուսին էլ չէր կարելի հեռացնել։ Այն երկուսին էլ ուր եք հեռացնում դատավորներին։ Բա դուք ով եք, ովքեր որ քրիստոնեությանը գնացեք, որ դուք քար եք գցում նրանց վրա։
Բայց նորմալ կլիներ, եթե Վլադիմիր Վարդանյանը, որ ընդամենը մեկ ամիս առաջ է հրաժարվել օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւ դարձել է դատավոր, գար եւ քններ այն գործը, մաս կազմեր քննության այն գործի, որը որ ըստ էության դեմ է իր կուսակցությանը, որին որ մեկ ամիս առաջ ինքն անդամ էր, կամ նույն Արտակ Զեյնալյանի մասով, այսօր վիճարկում է նաեւ Սեդա Սաֆարյանի մասով, որն ի դեպ Բաբաջանյան, Շիրինյան դաշինքով է առաջադրված եղել տեխնացու, այն նույն Արման Բաբաջանյանը, որի ղեկավարած քաղաքական ուժով դուք մասնակցեցիք, այո, մասնակցեցիք ընտրություններին, ասում էին, որ հիմա էլ այդ ուժը վիճարկում է, դուք վիճարկում եք եւ Սեդա Սաֆարյանը դարձել արդյոք կարող է անաչառ լինել, եւ ոչ միայն հանուն հանրապետության մասով, այլև Ռոբերտ Քոչարյանի եւ այլն նախկինում գնահատականներ է արտահայտել։ Այո, այ ցավը ինչի մասին որ ես հիմա ահազանգում եմ, դա է որ մարդը պետք է կենսագրություն ունենան դատավորը պետք է ակտիվ քաղաքացի եղած լինի, հնարավոր չի որ մարդը լինի ակտիվ քաղաքացի եւ որևէ շարժման, տեսեք չեմ ասում կուսակցության, որևէ շարժման հարած չլինի, որևէ ընտրության մասնակցած չլինի, որևէ ակցիայի մասնակցած չլինի, ուրեմն հենց որ գալիս է մարդը երթման արարողությունը, հենց որ հանձնում է իր կուսակցական կարգավիճակը ու հակնում է այդ մունդիրը դատավորի վերջ, նա արդեն դատավոր է, անցյալը չպետք է գնանք։ Կարող է մոռանալ անցյալը, չի կարող մոռանալ, ես ասում եմ որ պետք էլ չի որ մոռանանք։ Եվ դա չի ազդի իր որոշման վրա։ Պետք է ազդի։ Դատավորը չի կարող ստերիլ։ Ես դες ասում գուցե ամորձատենք նաև ստերիլիզացնենք դատավորներին, որ նրանք գենդերային խնդիր էլ չունենան, դա սխալ է, պետք է դատավորը դիրքորոշում ունենա, նա պետք է վերաբերմունք ունենա Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակին եւ պետք է անպայման անցյալ ունենա, հենց այնպես որևէ անտեղյակ մեկին, որը դարձել է ինչ որ տարիքի, դրանք էլ տարիքային ցենզ ունեն, չէ՞։ Տարիքի մարդը ու ոչ մի քաղաքական միջոցառման չի մասնակցել։ Դե նրանք էլ ընդդիմախոսներն էլ ասում են կանխամտածված կլինի դրա դիրքորոշումը, որտեղ նա արդեն իսկ վերաբերմունք ունի այդ ուժերի վերաբերյալ։ Մենք ասում ենք, որ ունի վերաբերմունք, պետք է դատավորը ունենա, այդ հավասարակշռության մասին է խոսքը, եւ անպայման ազնիվ խոսքի այոն այո պետք է լինի ոչը ոչ, դատավորը հենց որ դարձավ վերկուսակցական Այ դա ենք ասում, ես եմ ասում, եթե դատավորը հրաժարվում է իր կուսակցական եմ ասում ես, այդպես ասենք, պայմանական չակերտների վերցնեմ, կուսակցական կարգավիճակից դառնում է դատավոր, նա արդեն պետք է, այ հիմա մենք պետք է մենակ, որ նախկինում եղել է կոմունիստ, չէ, կամ մի այլ կուսակց, բայց հիմա նա դատավոր է, անպայման ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք ակտիվ, նախկինում ակտիվ քաղաքական գործիչների կամ քաղաքացիների միություն, դատարանը դա է։ Ես կարծում եմ սխալ էր նրանց հանելը, իդեպ ես Վլադիմիր Վարդանյանի մասին հատուկ կարծիք ունեմ, որպես ֆորմալիստի, տեսել ենք նրան, ճանաչում ենք առանձին իր։ Այսինքն ձեզ 9 դատավորներն էլ պետք է մասնակցեին։ Շատ լավ։ Պարոն Արշակյան, դուք ձեր քաղաքական ուժը վիճարկում եք ընտրությունները եւ ասում եք, որ նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Այո, ես ասեմ պատճառը որն է։ Բայց ըստ էության տարբերվում է ձեր կարծիքը մյուս 6 ուժերից, որովհետեւ դուք ասում եք ընտրակաշարք է բաժանվել, մնացածն էլ ասում եմ, որ ըստ էության հանրային, այսպես հատուկ վերաբերմունք է իշխանությունը ունեցել իրենց նկատմամբ քրեական հետապնդումներով, հանդերձ վարչական ռեսուրսներ են կիրառվել եւ այլն, բայց ձեր կարծիքը կարծես լրիվ հակառակն է եւ ընդդիմության դեմ է։ Այո, իսկապես հակառակն է։ Մեր կարծիքով բավարար չի կիրառվել ադմինիստրատիվ վարչարարական ռեսուրս, որտեղ պետք է կանխարգելող ուժ լինի իշխանությունը, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիրը, ճիշտ եմ ասում, չէ՞, այո, ԿՊ-ն անգործության է մատնել կառավարման համակարգը, չէր կարող այդպիսի զանգվածային ընտրակաշարք լինել։ Նախ եւ առաջ ես ասեմ, չէր կարող։ Դա անհեթեթություն է, երբ Եվրո դատարանի մարդու իրավունքների դատարանի դատավճռով երկու կազմակերպություն Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած եւ Գագիկ
yani ղեկավարած կազմակերպությունները ունեն դատավճիռ։ Նրանք դատապարտված են իշխանությունը զավթելու եւ արդարադատությանը խոչընդոտելու համար։ Մեր իշխանությունը պարտավոր էր նրանց զրկել այդ իրավունքից։ Նրանք արդեն եվրոպացիների կարծիքով, որին մենք դիմել ենք Եվրոպա մտնելու համար, եվրոստանդարտներին համապատասխանեցնում ենք մեր օրենքները, մեր կյանքը։ Պատկերացնում եք, եվրոպացիները գնահատական են տվել Ռոբերտ Քոչարյանի կազմակերպությանը եւ Գագիկ Իսկ մեր ներքինացյանները, տեսեք, Հայաստանի Սահմանադրական դատարանը, տեսեք, ես ինչ եմ ասում, որ մեր ներքին ատյանները անգործությունն են ցուցաբերել, այսինքն բավարար ուշադրություն եւ հետևողականություն ցույց չեն տվել, նրանք չպետք է մասնակցեին ընտրություններին, եթե ունեն դատավճիռ։ Ես չեմ ասում նրա մասին, որ մյուս ուժը կամ ուժեր ասենք, հա, հարգանքից ելնելով, չէ իհարկե, նրանք նույնպես արտառոց բաներ են արել, օրինակ քաղաքացիություն չունեն կամ բազմաքաղաքացիություն ունեն, օրենքով իրավունք չունեն քաղաքականությունով զբաղվելու։ Այդպիսի ուժերը նույնպես մասնակցում են քաղաքական կյանքին։ Դրանից բացի իշխանությունը մեզ հայտարարել է, իշխանության մարմինները, ԱԱԾ-ն, այդ հակակոռուպցիոն կոմիտեն, անձամբ վարչապետը հայտարարել, որ զանգվածային կաշառատվություն եւ կաշառակերություն է, այսինքն դեմոկրատական այդ կարևոր միջոցառումը ընտրությունը արդեն խաթարված է, որովհետև կոպիտ խախտումներ են տեղի ունենում։ Դրանք ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Ես ասում եմ, տեսեք, երկու մասի բաժանենք։ Առաջինը, որ իշխանությունը բավարար զգոնություն եւ աչալրջություն պետք է դրսևորեր, դրանք պետք է կանխարգել էր, չպետք է գործահասներ կաշառքին, որովհետև պետք է լիներ ֆինանսական հատուկ հսկողություն։ Չի կարող, մենք նույնիսկ հասարակ կանաչի հաց առնելուց մենք ՀԴՄ ենք վերցնում։ Մենք գրանցում ենք, չէ՞, մեր 100 դրամը խանութում գրանցում ենք, բայց ոնց կարող է միլիոնավոր դոլարներ, 160 միլիոն դոլար արտասահմանյան մի պետություն ուղարկել է Հայաստան ընտրակաշառք բաժանելու համար։ Մենք դա թույլ ենք տվել։ Ոնց կարող էր այդպիսի միլիոնավոր դոլարներ մտել են քաղաքականություն ապօրինի, այ ֆինանսական ապօրինի ռեսուրսներ։ Ես չգիտեմ, Սահմանադրական դատարանում դա քննարկվելու է, թե չէ։ Ֆինանսական ռեսուրսները օրենքից դուրս ապօրինի շրջանառության մասին։ Կաշառատվությունը դուք կարծում եք տեղեկանքներ են գրում, հարկայինին ներկայացնում։ Պարոն Արշակյան, ըստ էության ինչ ակնկալիքներ ունեք դուք Սահմանադրական դատարանի վերջնական որոշումից, որը կհրապարակվի հուլիսի 4-ին։ Ես մի քիչ այլ ձևի եմ դա ներկայացնում եւ բացատրում։ Մենք իմ մասնակցությունը օրինակ այս ընտրություններին ներկայության խնդիրերի ես գիտեի, որ հարցակում է սկսվել Հայաստանի Հանրապետության անկախության եւ ժողովրդավարության դեմ հայտարարված այդ ուժերը հիմա որ վիճարկում են մեզանից բացի, նրանք զավթում էին իշխանությունը։ Ես համարեցի, որ պարտավոր եմ մասնակցել այդ կռվին, պաշտպանել ժողովրդավարությունը եւ անկախությունը Հայաստանի։ Հիմա ես ներկա եմ եղել Սահմանադրական դատարանը կամ ներկա կլինի մեր կողմից անկախության եւ ժողովրդավարության կողմից կամ կանցնի նրանց կողմը ճիշտ այնպես ինչպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաց նիստի այդ տեսախցիկների առաջ հայտարարեց, որ անցնում է կեղծարարների կողմը։ Բայց եթե անգամ Սահմանադրական դատարանը բավարարի նաև ձեր հայցը, ստացվում է, որ բավարարվում է ձեր մատնանշած ուժերի հայցը, ստացվում է, որ եւ ձեր ցանկությունն է կատարվում, եւ նրանց ընտրությունները չեղարկվում են եւ օրինակ կարող է նոր ընտրություններ անցկացվել։ Այո, պետք է անցկացվեն նոր ընտրություններ, որպեսզի իմանանք մեր ժողովուրդը ում է ուզում։ Ձեր մատնանշած ուժերն են դա ուզում։ Այո, գիտեք ինչ որ համընկել է մեր եւ նրանց ծրագիրը համընկել է, նրանք իրենց ծրագրով ամբողջությամբ իշխանությունն էին ուզում, իսկ ես կարծում եմ, որ ընդհանրապես նրանք պետք է իշխանություն չունենան։ Տեսեք, համընկել է այս ազգային ժողովը մեր կարծիքով
արդար, թափանցիկ, մրցակցային ընտրությունների հետևանքով չի ձևավորված։ Նրանց կարծիքով նույնպես արդար արդյունք չի, որտեղ նրանց կարծիքով արդարություն կլիներ, եթե Հայաստանը դառնար որևէ երկրի վիլայեթը կամ գուբերնիան, իսկ իրանք դառնային որևէ երկրի դրածո։ Ես անկախություն եմ ուզում, բավարար անկախություն չի ապահովում այսօրվա ազգային նորընտիր ազգային ժողովը։ Նրա ուղիղ կեսը այլ երկրի շահերն է սպասարկում։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի շենքի առջև, նիստին զուգընթաց, բայց ձեր ուժը չի մասնակցում, դարձյալ որևէ ակցիա չի իրականացնում։ Նրանք մեզ սպառնում են քաղաքացիական պատերազմով նույնիսկ։ Իրենց մայր երկիրը, իրենց գործատուն այդպիսի լուրջ փորձ ունի 70 տարի այնտեղ եղել է քաղաքացիական պատերազմ։ Ռուսաստանում 70 տարի, սկսվել է 1917 թվականին, ավարտվել է 1991 թվականին։ Պատկերացնում եք, նրանք քաղաքացիական պատերազմի լուրջ փորձ ունեն, մեզ սպառնում են քաղաքացիական պատերազմով։ Դրա համար ես ասում եմ, հարկավոր է չեղյալ համարել ընտրությունների այս արդյունքները, նրանց զրկել իշխանությունից եւ քաղաքական գործունեության իրավունքից։ Քաղաքացիական պատերազմ հրահրողները չպետք է կարողանան Հայաստանում քաղաքական իշխանություն։ Եվ առանց ձեր մատնանշած ուժերի նոր ընտրություններ կազմակերպել։ Նոր ընտրություններ, այո, նրանք չպետք է մասնակցեն ընտրություններին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հեռանկարում հանուն Հանրապետության կուսակցության ցուցակով առաջադրված падգամավորի տեխնացու Ազատ Արշակյանն էր։